հարցանք տաղավար շարունակվում է հաղորդումը։ Եթե ընդդիմությունը աշխատում է այդ նախորդ հարցի շրջանակում նշածս ռազմավարական համբերատարության և հասարակության հետ հետևողական տրամաբանությամբ, դե ֆակտո իշխանություն դառնալու տրամաբանությամբ, ժամանակի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարզապես դատապարտված է քաղաքական ձախողման։ Եվ այստեղ այդ պրոցեսներով, այդ հռետորաբանությունը և գործելավոճը շարունակելով նա կարող է ձգտել ընդդիմությանը խթանել կամ հրահրել ավելի այսպես իրավիճակային քայլերի, իրավիճակային արձագանքների, որտեղ նա կփորձի այդ երկարաժամկետ իմաստով իր ձախողվածությունը և անհեռանկարությունը որոշակիորեն փոխհատուցել։ Ես կարծում եմ, այս երկու մոտիվները կարող են առաջ մղել ձեր նշած հարցում։ Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանին ընտրողը քվե տվեց վախից դրդված, թե նախկինների վախից պատերազմի պարագայում, թե վախից նախկինների վերադարձի, որովհետև մենք 21 թվականին այդ վախը կարծես թե տեսել ենք հանրության մեջ, որ նախկինները չվերադառնան եւ կրկին մերժելու քաղաքականությամբ Նիկոլ Փաշինյանը կարծես թե ընտրվեց։ Այս դեպքում ինչ-որ այս պարագայում ինչու առանձնապես դա չի աշխատել, Նիկոլ Փաշինյանին ձայն է տվել իր կայուն էլեկտորատը, նա իհարկե կարողացավ իր այդ էլեկտորատը մոբիլիզացնել առավելագույնս եւ որոշակիորեն ավելացնել այդ մոբիլիզացիան հենց Ռուսաստանի գործոնը խաղարկելով եւ դրա համար եմ նշում, որ Ռուսաստանի քայլերը նպաստեցին նրան, որ Փաշինյանը լրացուցիչ էլեկտորատ կարողանա մոբիլիզացնել։ Բայց մենք տեսնում ենք, որ ընդհանուր հանրային իմաստով Փաշինյանը պարտվել է առաջին հերթին հենց ինքն իրեն, որովհետև 2021 թվականի արտահերթ ընտրությանը Փաշինյանը, եթե չեմ սխալվում, 52 եւ ավելի տոկոս էր ստացել, իսկ այս ընտրությանը 49%, թեպետ զուտ ֆիզիկական քվեարկության, այսինքն քվեաթերթիկների իմաստով ավելի շատ ձայն է ստացել նախորդից։ Բայց տեսնում ենք, որ ընդհանուր հանրային տրամադրության իմաստով նա պարտվել է։ Չի պարտվել ընդդիմությանը գուցե հենց ֆորմալ առումով, բայց առնվազն ինքն իրեն պարտվել է։ Եվ հետեւաբար կարծում եմ այդ հանգամանքը այս անգամ չի աշխատել ձայն տալ նրան միայն թե նախկինները չվերադառնան։ Ձայն են տվել նրանք, ովքեր վարչական ռեսուրսով այս կամ այն շահառությամբ կապված են նրա հետ։ Ձայն են տվել նրանք, ովքեր դեռ սպառում են այդ թալան, չգիտեմ, նախկին, ներկա եւ այլն այդ բանաձևը եւ նրանք միշտ են սպառելու եւ լրացուցիչ ձայներ եկել է հենց այդ ես բնորոշում եմ ելակ ինքնիշխանության դիմաց այդ բանաձևը խաղարկելու միջոցությունը հայտարարում է մեզ ուզում են ելակով փոխել մեր անկախությունը եւ սա աշխատել է հասարակության որոշակի մասի համար։ Եթե Ռուսաստանը չաներ այդ քայլերը, ես համոզված եմ դրա էֆեկտը Փաշինյանի համար լինելու էր շատ ավելի թույլ եւ ոչ համոզիչ, հետեւաբար բերելու էր ձայների առավել նվազ ծավալ։ Մի զգալի հատված կա հանրության շրջանում, որը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության լինելու պարագայում միայն կարող է խաղաղություն լինել եւ մնացած բոլոր դեպքերում մենք պատերազմի ռիսկերը մեծացնում ենք։ Այ ես կուզեմ դուք մեկնաբանեք այդ մարդկանց համար եւ բոլորի համար, թե պատերազմի ռիսկերը նախ եւ առանց թվականին այնքան էական չէր իշխանության վարած քաղաքականությունը, որքան որ աշխարհաքաղաքական իրադրությունը։ Ես իհարկե չեմ կարող պնդել, որ ընդհանրապես էական չէր, բայց ինձ համար շատ դժվար է իսկապես ասել Փաշինյանը ամեն ինչ արեց, որպեսզի պատերազմ չլինի, թե կային բաներ, որ կարելի էր անել, բայց ինչ-ինչ սխալների կամ դիտավորության պատճառով չի արվել, բայց որ այդ պատերազմը առավելապես աշխարհաքաղաքական միջավայրով ձևավորված երևույթ էր եւ այդ միջավայրը թույլ տվեց, որ այդ պատերազմը լինի։ Վերջին հաշվով այդ պատերազմում առանցքային դեր է ունեցել Թուրքիան եւ նաեւ ՆԱՏՕ-ի համաձայնությունը, որ Թուրքիան անմիջականորեն ներգրավված լինի այդ պատերազմում։ Ես ուզում եմ հիշեցնել հոկտեմբերի 3-ին Թուրքիա այցելեց ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը եւ երրորդյա այցը, այսինքն սա շատ հատկանշական էր եւ կարծում եմ շատ պարզ է, որ Թուրքիան չէր ներգրավի անմիջականորեն, իսկ այդ պատերազմում մենք տեսանք, որ Թուրքիան պարզապես մի կողմ էր դրել Ադրբեջանի գլխավոր շտաբին, թերևս այն համոզումով, որ այդ շտաբը չունի կոմպետենտություն մասշտաբային պատերազմ վարելու եւ խնդիրներ լուծելու եւ գուցե նաեւ կասկածելու, որ այդ շտաբը կարող է ենթակա լինել որոշակիորեն Ռուսաստանի։ Շտաբը մի կողմ էր դրվել եւ այդ պատերազմը վարում էր ըստ էության Թուրքիան։ Եվ սա նշանակում է, որ աշխարհաքաղաքական կոմպոնենտ է։ Կրկնեմ, ես չեմ կարող պնդել Փաշինյանը ամեն ինչ արել է,
մեկուսակի պատերազմից, բայց նաև հակառակը չեմ կարող ասել։ Այդտեղ շատ է կիրառվում այդ Արցախը, Հայաստանը եւ վերջ արտահայտությունը, որ դա պատերազմի կազուս բելի էր եւ այլն, ես անկեղծ ասեմ կասկածում եմ դրան, որովհետեւ այդ հայտարարությունից հետո մոտ 5-6 ընթաց ընդհանուր փետրվարին 2020 թվականի Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ բանակցային գործընթաց կար եւ հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ։ Ավելին այդ հայտարարությունից մոտ 3 ամիս անց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, այսպես ասենք, քաղաքացիական պատվիրակությունների փոխանակում եղավ հասարակություններին խաղաղության նախապատրաստելու համար։ Այսինքն process-ը տեղի ունեցել է, դրա ես չեմ կարծում, թե այդ մի հայտարարությունը այդպես ռեգիոնալ ստատուս քվո կանխորոշող պատերազմ փոխեց։ Սա ասում եմ ոչ թե Փաշինյանին արդարացնելու համար, այլ ասելու համար, որ այդտեղ պատերազմը հասունացել է շատ ավելի բարդ միջավայրում եւ կոնստրուկցիայով, քան այն հայտարարությունը։ Եվ նույնը լինելու է նաև ապագայում։ Եվ այստեղ ինչն է այն վտանգավորը, որ անում է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը հիմա հակառակը Հայաստանը վերածել է, այսպես ասենք, էկզիստենցիալ կազուս բելի պատերազմի դեպքում։ Այսինքն նա վարել է մի քաղաքականություն, որ Հայաստանը պատրաստ է հանուն իր հանդեպ, այսպես ասենք, կայուն միջավայրի զիջել ամեն ինչ։ Եվ հաշվի առնելով այն, որ պատերազմի եւ խաղաղության հարցը շատ ավելի մեծ մասշտաբում է վճարվում ուժային կենտրոնների շրջանակում, եթե Աստված մի արածце այդտեղ իրավիճակ փոխվեց եւ Կովկասում պատերազմը կամ ապակայունացումը դարձավ պահանջարկ վայելող, աշխարհակաղակական մեծ պահանջարկ վայելող, Հայաստանը դառնալու է արդեն իսկ, այսպես ասենք, նշանակված մեղավոր։ Հայաստանի առաջ դրվելու են պահանջներ, որոնք ուղղակի անհնար է լինելու այլևս ընդունել, դեռ հնարավոր չէ անընդհատ ինչ-որ պահանջներ բավարարել, բոլորս ենք հասկանում։ Հենց Հայաստանը որոշեց որևէ հարցում առարկել, անմիջապես դիտարկելու են արդեն որպես պատերազմի առիթ եւ Հայաստանի քաղաքականությամբ արդարացնելու հնարավոր պատերազմը։ Սա ամենավտանգավորն է Փաշինյանը եւ քաղաքական իրողությունների խորքում Փաշինյանը հակառակը շատ ավելի էական քայլեր է արել պատերազմի վտանգների ուղղությամբ, քան հակառակը ամբողջ խաղաղություն։ Փաշինյանը ասում է, որ եթե սահմանադրական մեծամասնություն չունենա, պատերազմը կլինի սեպտեմբերին։ Չունի սահմանադրական մեծամասնություն։ Հիմա ռիսկերը գնահատելով կրկին։ Դա որքանով է կապակցված իր խոսքը եւ ռիսկերը տարածաշրջանում եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները այ ընտրություններից հետո շնորհավորանքները արդյոք դա մեզ համար հուշում են, որ պատերազմի անգամ լինելու դեպքում մեր կողքին կանգնած երկրներ կան, թե սա այն նույն տրամաբանությունն է, ինչ մենք տեսել ենք օրինակ 20 թվականին, երբ բոլորը հայտարարում էին, որ պետք է պատերազմը դադարեցնել, բայց գործողությունների իմաստով ոչինչ չէինք տեսնում։ Այս երկրների հանդեպ ինչպիսի վստահություն պետք է ունենալ։ Կարծում եմ այն ամենից հետո ինչ տեղի է ունեցել Հայաստանում, խիստ միամտություն է կարծել, թե որևէ պատերազմի դեպքում Հայաստանի կողքին կանգնած ինչ-որ երկիր է լինել։ Թվով մեկն էլ չկա։ Ես խիստ հասկացում եմ, այսինքն դա կախված է նրանից, թե այդ կողքին լինելով տվյալ երկիրը իր համար ինչ հարց է լուծելու։ Բայց ես չեմ կարծում նաև, որ այդտեղ Հայաստանը ունենալու է այդ հարցում տվյալ երկրների հետ կոմունիկացիայի ավելի մեծ հնարավորություն, քան օրինակ Ադրբեջանը եւ Թուրքիան։ Եվ կրկնեմ, այստեղ է նաև Փաշինյանի վարած քաղաքականության ամենավտանգավոր կետը, երբ նա Հայաստանին Փաշինյանը դրել է այսպես անձնատուր լինելու էկզիստենցիալ ռեժիմի մեջ։ Եվ այս տեսանկյունից այդ շնորհավորանքներ եւ այլն դրանք հասկանում ենք, որ ընդհանրապես այն գնի շրջանակում են, որի համատեքստում նաև աջակցություն են հայտնել Փաշինյանի իշխանության պահպանմանը։ Մենք տեսանք նաև ընտրություններից առաջ աջակցություն Միացյալ Նահանգների կողմից ակնհայտ խոսքի մակարդակում, թե Գործնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը տեսությունը հայտնել է, որ կավարտի հանքավայրի տարածքից դեպի քաղաքի փողոցներ դեղնանարնջագույն ջրերի հոսքի փաստով հարուցվել է վարչական վարում։ Իրականացվել են տեղազնում եւ ջրերի նմուշարում դրան բաղադրություն հնարավոր ազդեցությունը բացելու նպատակով։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքները դեռ չեն հրապարակվել։ Մինչ պետական մարմինները սպասում են փորձաքննության արդյունքներին, իրավապետ կապանցիներ հասարակական կազմակերպությունը արդեն քայլեր է ձեռնարկում, պատրաստ համագործակցելու բոլոր շահագրգիռ կառույցների հետ։ Ներառակերությունը խախտված, խաթարված էկոլոգիական եւ առողջապահական հավասարակշռություն
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը բացի տարածած հաղորդագրությունից այլ տեղեկատվություն չի տրամադրում։ Սպասում են լաբորատոր հետազոտությունների արդյունքների, իսկ իրավապետ կապանցիները չեն սպասում։ Նրանց փորձագետներն ու իրավաբանները գործի են անցել, հաստատություններ են կազմում։ Հույս ունեն, որ այս անգամ ուսումնասիրությունները չեն ավարտվի միայն արձանագրություններով եւ կձեռնարկվեն քայլեր, որպեսզի յուրաքանչյուր հաղորդարական անձրևից հետո քաղաքի փողոցները կրկին չողողվեն հնարավոր Երևանջերով Արմեն Դավթյան, Ռադիոլուր։ Շարունակում ենք թողարկումը եւ Մետրո միջազգային լրահոսից Ֆրանսիայի Էվին-Լեն-Բեն քաղաքում կայացած գագաթնաժողովի ժամանակ մեծ յոթնյակի երկրները համաձայնության են եկել ռուսական նավթի եւ գազի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու շուրջ։ Այս մասին նշված է G7-ի առաջնորդների համատեղ հայտարարության մեջ։ Մենք պարտավորվում ենք ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի ռազմական տնտեսության վրա։ Այս համատեքստում կխստացնենք մեր պատժամիջոցները, այդ թվում նավթագազային ոլորտին ուղղված սահմանափակումները նշված է հաստատությունում։ Հիմա հարմար բան է Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների համար, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իրանի միջեւ ձեռք բերված նոր համաձայնությունը թույլ կտա վերաբացել Հորմուզի նեղուցը, որով անցնում են նավթի եւ գազի համաշխարհային մեծ ծավալները։ Մեծ յոթնյակի երկրները վերահաստատել են իրենց միասնականությունն ու անսասան աջակցությունը Ուկրաինային, ազատության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության գործում։ Հայտնում են իրենց համերաշխությունը Ուկրաինայի ժողովրդին, որը տարածում է բոլորագույն ենթակառուցվածքների եւ մշակութային ժառանգության դեմ իրականացվող հարձակումներից բարձր են գնահատում Ուկրաինայի դեպքությունը վերջին ամիսներին մարտադաշտում գրանցված հաջողությունները, ասված է հայտարարությունում։ Այդ նոր դինամիկային աջակցելու եւ անհամապնդելու նպատակով առաջնորդները համաձայնության են եկել Ուկրաինայի արտադրող համակարգերի հակահարթերների հեռահազինապսակների եւ սպառազինության մոտակարարումներն անցնելու ավելացնելու շուրջ։ Նրանք նաեւ խոստացել են քննարկել Ուկրաինային համապատասխան լիցենզիաներ տրամադրելու հարցը, ինչը թույլ կտա ընդլայնել ռազմական արտադրությունը հենց երկրի տարածքում։ Ավելին, G7-ը խոստացել է շարունակել Ուկրաինային աջակցությունը էներգետիկայի ոլորտում, որը կօգնի երկրին հաղթահարել առջևում սպասվող ձմեռը։ Իսկ այժմ եթերի շարունակում են գործընկերներ, որսենք նրանց պատրաստած թեմատիկ հավելվածները։ Տարածաշրջան